Շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում նախատեսված Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները չեղարկվում են։ Լուրն առաջինը հայտնել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Սպիտակ տան խոսնակը հաստատել է J.D. Vance-ը հրաժարվել է այցից։ Իրանցի բանակցողների հետ հանդիպում եւ Թեհրան-Վաշինգտոն խաղաղության համաձայնագիրն իրագործելու բանակցություններ չեն կայանա։ Մենք ծրագրել ենք գնալ Շվեյցարիա, սակայն ես հստակ չգիտեմ երբ։ Մենք պետք է տեխնիկական բանակցություններ վարենք, որոնք առնչվում են միջուկային ծրագրին, ինչպես է ոչնչացվելու հարստացված ուրանը։ Մենք կարծում ենք, որ այդ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հանգստյան օրերին։ Սա է ծրագրված, սակայն ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ Իրանը բարդ բանակցող է։ Ենթադրում եմ շաբաթվա վերջին, սակայն վստահ չեմ։ Ըստ J.D. Vance-ի, քանի որ Թեհրան-Վաշինգտոն փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ին, հետևաբար 60-օրյա բանակցային գործընթացը, որը ենթադրում է հրադադարի ռեժիմի պահպանում, սկսվել է հենց այդ օրվանից։ Ամերիկյան մամուլի պնդմամբ վերջնական պայմանագրի վերջնաժամկետը օգոստոսի 17-ն է։ Ըստ իրանական կողմի Շվեյցարիայի հանդիպման անհրաժեշտություն չկա, քանի որ նախագահներն արդեն ստորագրել են պակտը։ Ամերիկյան կողմը կարծես գոհ է գործարքից, ինչն ըստ Vance-ի հաղթանակ է ամերիկացիների համար։ Իրանի հետ գործարք կնքելու ԱՄՆ նախագահի ծրագիրն արդեն իսկ արդյունավետ է ամերիկացիների համար։ Նախ օրերից 12.5 միլիոն բարել նավթ է տեղափոխվել Հորմուզի նեղուցով։ Սա ամենամեծ ծավալն է հակամարտության մեկնարկից ի վեր։ Նավթի գները նվազել են, հասնելով գրեթե մինչ պատերազմյան գներին։ Գազի գինը նույնպես շարունակում է իջնել, ինչ վերաբերում է ռազմականին։ Արդեն երկրորդ օրն է իրանցիները Հորմուզի նեղուցով անցնող ոչ մի նավ չեն գրոհել։ Մեր զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն դադարեցրել է ծովային բլոկադան ու թույլատրել է նավերի շարժը։ Իրանցիներն էլ մենք էլ հարգում ենք պարտավորությունները։ Այս առումով Վաշինգտոնը գոհ է Թեհրանից, թեպետ դեռևս վստահ չի համաձայնագրի մյուս կետերի, մասնավորապես միջուկային ծրագրի պարտավորությունների կատարման մասով։ Ըստ Vance-ի, իրանցիները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը, որպեսզի նոր որակի հարաբերություններ հաստատեն թե Մերձարևելյան տարածաշրջանի, թե Միացյալ Նահանգների հետ։ Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ սպասում է հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Դոնալդ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է պահպանել խաղաղությունը։ Axios-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահը հերքել է լրագրողի պնդումը, թե Իրանի դեմ պատերազմը բացահայտել է Թրամփի իշխանության սահմանները։ Ես գիտեմ, որ սահմաններ կան, բայց ոչ իմ դեպքում։ Ըստ Axios պորտալի պատկերը հետևյալն է. Թրամփը պատերազմը սկսել է Իրանից պահանջելով անվերապահ կապիտուլյացիա, սակայն դրա փոխարեն այն ավարտել է սահմանափակ փոխըմբռնման հուշագրով։ Սպիտակ տան ղեկավարը դեմ է միջուկային զենքին, բայց բալիստիկ հրթիռներին ոչ։ Եթե մյուս երկրները ունեն բալիստիկ հրթիռներ, կարծես անարդար է, որ իրանցիները չունենան։ Բալիստիկ հրթիռը նույնը չէ, ինչ միջուկային զենքը։ Եթե օրինակ Սաուդյան Արաբիան ու Կատարը ունեն, ես նկատի ունեմ համապատասխան խմբաքանակով, ուրեմն նրանք էլ կարող են ունենալ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հաստատել է, որ թույլատրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրի կնքումը։ Առաջնորդի ուղերձում ասվում է, որ չնայած ինքն այլ կարծիք ուներ, Իրանի նախագահը եւ մյուս պաշտոնյաները պատասխանատվություն են ստանձնել եւ խոստացել են պաշտպանել Իրանի ու դիմադրության ճակատի իրավունքները։ Ուստի Խամենեին տվել է թույլտվությունը։ Այաթոլլան հավելել է, որ Իրանի նախագահը նաեւ վստահեցրել է, որ Իրանը չի ենթարկվի, եթե նահանգները բանակցությունների հաջորդ փուլում մեծ պահանջներ ներկայացնի։ Նա ընդգծել է, որ ուղիղ բանակցությունները չեն նշանակում ընդունել թշնամու տեսակետները։ Իրանի քաղաքական վերնախավը ողջունել է հոգևոր առաջնորդի ուղերձը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նաև նշել է, որ Թեհրանի ձեռքը շարունակում է ձգանին մնալ։ Հուշագրի կատարման երաշխիքը ոչ թե դրա դրույթներն են, այլ Իրանի ժողովրդի կամքն ու երկրի հզորությունը, որի ազդեցությունն ԱՄՆ-ն ու Իսրայելը զգացել են վերջին ռազմական բախումներում։ Իրանը շարունակելու է պաշտպանել իր պայմաններն ու կարմիր գծերը, բանակցությունները դիտարկելով որպես ժողովրդի իրավունքի իրացում։ Եթե հակառակորդը փորձի նոր պահանջներ դնել, մենք բազմիցս ապացուցել ենք, որ մեր ձեռքը ձգանի վրա է եւ չենք վարանի պատասխան տալ։
Չնայած Իրան-Միացյալ Նահանգներ խաղաղության հուշագրի ստորագրմանը, Իսրայելն ամբողջ գիշեր ու առավոտյան ինտենսիվ հրթիռակոծել է Լիբանանի հարավը։ Ցախալը պնդում է, որ գրոհել է Հեզբալլահը, թիրախավորելով խմբավորման ռազմական ենթակառուցվածքները։ Իսրայելի պաշտպանության բանակը կորուստներ է կրել, կա 4 զոհ, 7 վիրավոր։ Իսրայելի վերջին հարվածներից զոհվել է 16 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ ու անհետ կորածներ։ Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ փոխումբռնման հուշագրի կողմ չէ եւ շարունակելու է լուծել երկրի ազգային անվտանգության խնդիրը, այդ թվում Լիբանանի հարավում։ Իսրայելի ղեկավարությունը նաեւ նշել է, որ բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից։ Միացյալ Նահանգների փոխնախագահը կոշտ է պատասխանել BB-ի կաբինետի որոշ անդամների Միացյալ Նահանգներ Իրան գործարքը քննադատողներին։ BB-ի կաբինետում կան մարդիկ, ովքեր քննադատում են այս գործարքը եւ գրոհ են սկսել նախագահ Թրամփի դեմ։ Իմ ուղերձը նրանց հետեւյալն է. ԱՄՆ նախագահը աշխարհում միակ երկրի ղեկավարն է, ով այս պահին համակրում է Իսրայելին, եւ այնպես է պատահել, որ նա երկրագնդի ամենահզոր տերության ղեկավարն է։ Եթե ես լինեի BB-ի կաբինետի անդամ, ես չէի հարձակվի միակ հզոր դաշնակցի վրա։ Միացյալ Նահանգների փոխնախագահը Իսրայելի կաբինետի անդամներին հիշեցրել է. վերջին 3 ամսում Իսրայելը պաշտպանող հոբ համագարքերի 2/3-ը ստեղծել ու դրա համար վճարել են ամերիկացի հարկատուները։ Վենսը խորհուրդ է տվել արթնանալ ու հասկանալ այն իրականությունը, որում հայտնվել է Իսրայելը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։